Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ հյուր գալու համար, ես եմ շնորհակալ։ Տեսեք, շատ լավ։ Տիկին Վանյան հաջողության ճանապարհն առանց խոչընդոտների լինում է։ Իհարկե ոչ։ Կարծում եմ, որ ոչ, բայց երբ որ հաղթահարում ես, անցնում ես, իհարկե արդեն խոչընդոտները հետևում են եւ միշտ չի որ հիշում ես ավելի շատ հաջողությունները։ Տիկին Վանյան հաջողության ճանապարհը պարտադիր է որ խոչընդոտվի։ Ցանկալի չէ, բայց դե առանց դրա չի լինում եւ դա էլ իր հետաքրքրություններն ունի, հավանաբար դա շատ ավելի անցնելուց, հաղթահարելուց, շատ ավելի ինքնավստահություն, ավելի հաճելի զգացողություններ պարգևում է։ Վստահ եմ, որ այդ հաջողության ճանապարհին խոչընդոտներ ունեցել եք հիմա դու։ Իհարկե, ինչպես բոլոր մարդիկ, դիստեք մեզ ձեր անցած փորձում։ Անպայման։ Համեցեք, շնորհակալ։ Այս գիտությունը դառնում է անհրաժեշտություն բոլոր այն ոլորտներում, որտեղ առկա է մարդկային գործոնը։ Եվ ահա հոգու մասին գիտությունը հին փիլիսոփաներն անվանեցին հոգեբանություն։ Հայաստանում հոգեբանի հետ աշխատանքի մշակույթը դրվեց 88-ից հետո։ Անսահման մեծ սեր ու նվիրում է պահանջում այս գիտությունը, որտեղ միահյուսված են գիտությունն ու հոգու ներաշխարհը։ Իր գործի նվիրյալ հոգեբան, հոգեվելուծող Նաիրա Վանյանի հետ ենք զրուցելու այսօր անցած ճանապարհի, հաջողության ճանապարհի մասին։ Պիտի խնդրեմ հետ գնանք։ Հաջողության ճանապարհի հիմքը դեռ ուսանողական տարիներին դրվեց, թե այն բեկումնային շրջանում, երբ կտրուկ որոշեցիք փոխել մասնագիտությունը։ Իրականում ամեն ինչ սկսվեց ուսումնական տարիներին, ուսանողական, սակայն որ ես հետ եմ նայում, երբեմն ես հիշում եմ, որ ինձ համար փոքրուց դեռ շատ հետաքրքիր էր ամեն ինչ կատարվում էր մարդկանց միջև հարաբերություններում։ Դրանք տարբեր ապրումներ էին, դրանք տարբեր մտքեր էին, որ մարդիկ միմյանց միջև փոխանակումներ էին ունենում։ Սակայն իհարկե ամեն ինչ սկսվեց ուսանողական տարիներին, բժշկական համալսարան էիք ցանկանում ընդունվել։ Այո, քանի որ շատ կողմնորոշված չէի, այդքան շատ չէր երազանքս, միգուցե եւ անգիտակցաբար այդպես էլ ստացվեց իմ ցանկությամբ, իմ երազանքով, ես ընդունվեցի կենսաբանության ֆակուլտետ եւ ավարտեցի մասնագիտացա վիրուսոլոգիայի եւ միկրոբիոլոգիայի մանրաբանության, այո, սակայն ավարտելուց հետո ընդունվեցի աշխատանքի, այն ժամանակ դեռ կարծում եմ հիմա էլ շատ բարդ մի ոլորտ էր, դա ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ-ի հանրապետական կենտրոններ, սպիդ կենտրոն, ինչպես մենք ականջներիս շատ ծանոթ չէր, եւ այնտեղ որպես մեթոդաբան էի աշխատում լաբորատորիայում, բայց միշտ ինձ հետաքրքիր էր միջանցքում կատարվող այն բոլոր իրարանցումները, եւ որ այցելուները գալիս էին արյուն հանձնելու եւ նկատում էի, թե ինչքան մոլորված էին ընտանիքներում, ինչպես էին աջակցում, երբեմն քննադատում, երբեմն ամաչում, եւ միտքս այդտեղից մինչև դա էլ արդեն ուսումնասիրում էի հոգեբանությունը, բայց այդտեղից միտքս եկավ, որ այս մասնագիտության համար ամեն դեպքում պետք է շատ խորը գիտելիքներ, ակադեմիական կրթություն։ Եվ ամեն ինչ սկսվեց այդտեղից։ Եվ ստացաք երկրորդ մասնագիտություն, որը սկզբունքորեն դարձավ հիմնականը ձեզ համար։ Այո, կարելի է ասել մի քանի ամիս եմ աշխատել որպես կենսաբան, այնուհետ արդեն 26 տարի է շուրջ, որ այս ոլորտում եմ եւ հասկանում եմ, որ սա մի մասնագիտություն է, որը անսահման է, անվերջ կարելի է ուսումնասիրել, չկա մի կետ, որտեղ կարող ես դադար տալ եւ հասկանալ, որ ամեն ինչ արդեն ուսումնասիրել ես, գիտես, որովհետև յուրաքանչյուր այցելու, որ գալիս է, մի նոր գիտություն է, յուրաքանչյուր այցելուի հետ
կարող ես ուսումնասիրել մի ուրիշ ոլորտ, որովհետև յուրաքանչյուր այցելու բերում է մի նոր պատմություն։ Երբեք մեկը մյուսին նույնը չեն լինում։ Իհարկե, ախտանիշներով կարող ենք ընդհանրացնել, սակայն պատմությունները շատ տարբեր են, որն էլ շատ մեծ հետաքրքրություն է տալիս էլ ավելի խորանալու։ Դուք հսկայական աշխատանք նաև երեխաների հետ եք արել, անում։ Կարող ենք ասել, սա եւս դպրոց դարձավ ձեզ համար եւ ինչ որ առումով նաև դպրոց էր մեծահասակների հետ աշխատելու։ Այո, միանշանակ։ Կարծում եմ մասնագետի համար, հոգեբան մասնագետի համար շատ կարևոր է ունենալ այդ հիմքը երեխաների հետ աշխատելու, որտեղ ինչպես ես սիրում եմ ասել, մեծահասակները դրանք նույն փոքրներն են, սակայն մեծի մարմնի մեջ, մարմնով։ Եվ այս կրթությունը, այս փորձը շատ կարևոր էր, շատ հիմնային էր երեխաների հետ եւ նաեւ փորձս մեծ էր աշխատանքի դժվար դեպքեր ունենք հատուկ կարիքի երեխաներ, այո, հատուկ կարիքի ուշադրություն ունեցող երեխաներին, որը նույնպես այդտեղից շատ մտքեր եղան էլի բեկումնային ընտրել ուղղություն, որ ուղղություն, որովհետև երբ որ նոր ավարտում ուսանողը հոգեբանը, իհարկե բոլոր ուղղությունները շատ հետաքրքիր են եւ շատ մեծ գայթակղություն կա ամենտեղ ուսումնասիրելու բոլոր ուղղությունները եւ ես այդ ուսանողներից մեկն էի նոր ավարտած, որը հետաքրքվում էր բոլոր ուղղություններով, բայց հոգեվերլուծությունը միշտ եղել է եւ մինչև օրս էլ ավելի խորացված միշտ եղել է մտքումս, որովհետև հիմքը կարծես թե ինչպես էլ պտտվում ենք մասնագետներով, միևնույն է, հիմքը սկսվում է հոգեվերլուծությունից եւ այդ ժամանակ World Vision-ում երբ որ աշխատում էի հատուկ կարիքով երեխաների հետ շատ հետաքրքիր աշխատանք էր, որտեվ փորձի փոխանակում էինք ունենում նաև դրսի մասնագետների հետ, ովքեր մեզ նոր ու նոր տեխնիկաներ, մեթոդներ էին սովորեցնում եւ աուտիզմով երեխաների հետ միևնույն է միտքդ տանում էր ավելի վաղ շրջան զարգացման, ավելի արխայիկ ինչ որ կետերի, որը որ կարիք կար ուսումնասիրելու Եվ գնացիք։ եւ գնացի հոգեվերլուծության հետևից։ Այստեղ զուգահեռ աշխատանք նաև չի արվում ծնողների հետ։ Անհրաժեշտությունը կամ արդյոք անհրաժեշտությունը չկա Պարտադիր երեխաների հետ միևնույն է ինչպես էլ աշխատես, շատ կարևոր է, ես միշտ ասում եմ ոնց որ 3 կետով աշխատենք, 3 բանակով աշխատենք, հա, առանց ծնողների շատ դժվար է լինում աշխատել։ Իհարկե դեպքեր կան, երբ որ բացակայ են ծնողները կամ մի քիչ ավելի հեռու են երեխաներից գտնվում թե ֆիզիկապես թե հոգեպես, մի քիչ աշխատանքը ավելի դանդաղում է, սակայն ծնողների մասնակցությունը, ներկայությունը ոչ ֆիզիկապես, այդ պատրաստակամությունը, այո, կարծես երեխայի թիկունքն է եւ ինձ համար շատ օգնում են։ Ես միշտ ասում եմ, մենք 3 մասնագետով ենք աշխատում, մեկը երեխան է, այցելուն է առհասարակ, ով գիտի իր մասին այն ամենը, որը որ ես չգիտեմ որպես մասնագետ եւ ինքը իր գիտելիքով է իմ հետ կիսվում։ Ծնողը մի ուրիշ մասնագետն է, երկրորդ կետը, ով գիտի երեխայի մասին եւ իր մասին որպես ծնող, այդ բոլոր ծնողավարության կարողությունները, որ ունի կամ մի քիչ բացակայ են, գիտի այնքան շատ, որ ես էլ չգիտեմ։ Եվ ես երրորդ մի կետն եմ, ով իր գիտելիքներով, իր կրթությամբ կարող է կիսվել։ Մենք երեքով աշխատանքը լինում է շատ ավելի հզոր, արդյունավետ եւ կարծում եմ նաեւ արագ։ Ատիկին Վանյան, այսօր կարծես թե քիչ թե շատ ձևավորված է մշակույթը հոգեբանի ծառայություններից օգտվելու։ Ժամանակահատվածը, երբ դուք եք ընտրում այդ մասնագիտությունը, դա այդքան էլ այդպես չէր, հատուկ էին, մտավախություն չկար, ռիսկայնություն չկար, մասնագիտությունը չարդարացնելու ինչ որ առումով, չսպառվելու։ Այո, հետաքրքիր հարց եք տալու, ես հիմա եմ մտածում, որ երևի թե այդ ժամանակ այդքան շատ չեմ մտածել, որովհետև հետաքրքրությունը զուտ հասկանալու, կարողանալու օգնելու մարդկանց, ովքեր կարիք ունեն դրանք տարբեր ոլորտների խնդիրների, երևի թե չեմ մտածել։ Եվ դուք լավ հարց եք տալիս, որովհետև հիշողություններս գնացին ավելի անցյալ, երբ որ նոր էի սկսում, անգամ հիշում եմ, որ շատ թաքուն էին գալիս, ծնողներն էին թաքուն գալիս, կարծես երեխայի խնդրանքով, դեռ այդ ազատ դիմելը, ոնց որ ցանկությունը հոգեբանին դիմելու չկար։ Ինչ որտեղ այո, նաև ամոթ էին համարում։ Այո, ամոթ էին համարում, փորձում էին, հարցնում էին անպայման որտեղ եք աշխատում, լավ կլինի տենց շատ երևացող տեղ չլինի, մարդաշատ տեղ չլինի։ Հիմա շատ փոխվել է եւ ես շատ ուրախ եմ, որ կարողանում են արդեն գիտակցել, հասկանալ այդ պահանջը, այդ կարիքը, որ
կարող են դիմել մասնագետի, այլ ոչ թե թողնել, որ խնդիրը բարդանա եւ դա կարող է բերել ավելի լուրջ հետևանքների։ Հիմա դիմում են շատ ավելի հանգիստ, շատ դիմում են արդեն ոչ միայն երեխաների համար, դա երեխաները շատ մեծ դիմելություն ունեն, դեռահասներն են շատ դիմում, ծնողներն են դիմում, ընտանիքներով են շատ գալիս, տղաներն են գալիս, որ նույնպես միգուցե մի քիչ մշակութային է մեզ համար, որտեղ տղամարդն ասում է, ես ինչի պիտի գնամ հոգեբանի մոտ, ես իմ խնդիրները կլուծեմ, ես ուժեղ մարդ եմ։ Դա այդպես չի, դա ուժեղության, կամքի ուժի հետ բացարձակ կապ չունի։ Ցանկացած մարդ կարիք ունի մի փոքր հրումի, մի փոքր հուշումի, միևնույն է, այցելուն սենյակում հոգեբանի ինքը մեծ գործ է անում։ Ես միշտ ասում եմ, ես մենակով չեմ կարող աշխատել։ Մենք միասին ենք անում։ Այն ինչ որ անում եք դուք, ես չեմ կարող անել։ Եվ մեր երկուսի մասնակցությունն է, որ կարող է, եւ ես շատ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այցելուներին, որտեղ թերապիայի գնալը դա հեշտ գործ չէ։ Դա դժվար գործ է։ Միշտ չէ որ հանդիպում ես քեզ համար շատ հաճելի կետերի։ Եվ հիմա ի ուրախություն երևի կարծում եմ մեզ, որ դիմելությունը շատ է, տղամարդիկ են դիմում, տղաներ են դիմում, ընտանիքներ են դիմում, զույգեր են դիմում եւ տարբեր ուղղություններ կան Հայաստանում արդեն տարբեր մասնագետներ կան եւ անհատական եւ խմբային։ Կարող եմ ասել, որ ընտրությունը մեծ է։ Քան տարիներ առաջ։ Այս վերաբերմունքը գալիս է նրանից, որ կրթական ուսումնական կենտրոններում այսօր նաև պարտադիր է դարձել հոգեբանի դերը, աշխատանքը եւ մեծ աշխատանք է տարվում սկսած նախադպրոցական հաստատությունից։ Այո, եւ դա շատ ուրախալի լուր է, այսինքն ինչքան վաղ տարիքից հայտնաբերվի, ինչքան վաղ տարիքում դիմեն երեխաները մասնագետի, այնքան ավելի քիչ հետևանքներով, քիչ բեռով կգնան, հոգեբանական բեռով կարող են մեծանալ, որովհետեւ միևնույն է, հասուն տարիքում մենք ոնց էլ չլինի, մասնավորապես հոգեվերլուծությունը միշտ հետ է գնում մանկություն եւ կարող ենք փոքր տարիքում արդեն այդ կառույցը ավելի գրագետ, ավելի առողջ կառուցել այդ հոգեկանը ներսում, ավելի հանգիստ, հաշտ, համերաշխ կարող է օգնել երեխային մեծանալու, զարգանալու։ Ես հիմա ձեր խոսքերից հետևություն արեցի, որ բոլոր ծնողները պարտադիր պիտի այցելություն ունենան հոգեբանի։ Ցանկալի է։ Ես այն մասնագետներից չեմ, որ կարծում եմ, որ միայն հոգեթերապիան է, միայն հոգեբանի այցելությունն է, որ պետք է մարդուն օգնի։ Դա մի բան է, որ ինքը մարդը ինքն էլ պիտի զգա, երբ է ինքը պատրաստ թերապիայի։ Երբեմն լինում են դեպքեր, երբ որ ոնց որ ստիպողաբար տան անդամները ստիպելով, ճնշելով ասում են դու կարիք ունես, պիտի գնաս։ Եթե հասուն է մարդը, օգուտ չի տալու թերապիան։ Շատ հաճախ հանդիպում է, երբ որ իրանք հետ են գնում եւ երբ որ իրանք պատրաստ են լինում թերապիայի, կարող են գալ։ Առհասարակ մարդը ինքն էլ իրան կարող է օգնել, պես չի որ մենակ հոգեբանները եւ հոգեթերապևտները պետք է օգնեն, բայց ցանկալի է ծնողի համար, մենք ունենք ի ուրախություն մեզ արդեն ծնողական դպրոցներ, որոշ գիտեմ պոլիկլինիկաներում, կլինիկաներում եւ դա շատ ուրախալի է, որ ծնողներն էլ դա էլ է գիտություն, դա հեշտ գործ չի։ Մայր լինել, հայր լինելը դա շատ մի լուրջ, կրթական, մի հատ խորը վերլուծություններ է պահանջում եւ շատ լավ է, որ իրենք կրթվեն, հոգեբանորեն կրթվեն։ Առհասարակ, որ ուշադիր լինենք, մի քիչ ուսումնասիրենք ազգերը, շատ կարևոր է հոգեկան կրթությունը։ Կան ազգեր, որ ասում ենք շատ կիրթ ազգեր են եւ ի ուրախություն, ի հպարտություն եմ ասում դա, որ մենք էլ կամաց այդ հոգեկրթությանը շատ մեծ տեղ ենք տալիս։ Եթե համարենք, որ յուրաքանչյուր մասնագետի, յուրաքանչյուր մարդու այսօր անհրաժեշտ է հոգեբան, կարող ենք արդյոք ենթադրել, որ հոգեբանի մեջ ցանկացած մասնագետ մի փոքր ապրում է կամ պիտի ապրի։ Այո, կարող ենք ասել, որտեղ հոգեբանն էլ նույն մարդն է, ով նույնպես ունենում է տարբեր մտքեր, էմոցիաներ, հույսեր, որը որ ինքն էլ իր կրթությամբ կարող է դրանք վերլուծել։ Կարծում եմ, որ այո, պիտի տեղյակ լինես եւ ես ինչպես շատ սիրում եմ ասել, հատկապես իմ դեռահաս այցելուներին, ես շատ բան սովորում եմ իրենցից։ Էնպես չի, որ երբ որ իրեն գալիս են շատ ոգևորված, որ պիտի շատ բաներ սովորենք միասին, ես ասում եմ, ես ձեզանից եմ սովորում շատ բաներ եւ ցանկացած այցելուի հետ մասնագետը աճում է, զարգանում է, ես առանց կաշկանդվելու եմ դա ասում։ Ինձ թվում է անսահման մեծ սեր է պահանջում այս մասնագիտությունը ու նաև շատ մեծ ուժ։ Ես կավելացնեի ազնվություն ու անկեղծություն։ Երբ որ դու քո գործի մեջ ազնիվ ես, եւ դա շատ կարեւոր է, ի սկզբանե, եթե հասկանում ես, զգում ես, որ
շատ կարևոր է որ դու էլ քո հույզերին կարողանաս նաև տիրապետես լիս, այո, եւ ազնիվ լինես, միգուցե չես կարող այս դեպքի հետ աշխատել, ինչ պատճառներով հուզական, եւ կարևոր է որ ազնվորեն եւ անկեղծ դրա մասին խոսել։ Դա ամոթ բան չէ, ես գիտեմ որ նոր սկսնակ մասնագետները շատ անհարմար են զգում դրանից, բայց դա շատ ընդունված եւ շատ գրագետ մի մոտեցում է։ Իդեպ հոգեբանի մասին, որ հոգեբանի ինքը իր հույզերի հետ էլ պիտի հաշ լինի, մենք Հայաստանում դեռևս չունենք, բայց ես մեծ ուրախությամբ պիտի նշեմ, որ արդեն մենք ունենք իրավունք միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի կողմից վերապատրաստված ենք 6 մասնագետ, ովքեր կարող են բացել արդեն օֆիցիալ, գրագետ եւ պաշտոնական մի կառույց, մենք այդ ընթացքի մեջ ենք եւ ստեղծենք այստեղ այդ ուղղությունը ավելի օֆիցիալ իրանց կողմից ընդունված, որտեղ ցանկացած երկրում ցանկացած ուղղություն, որ հիմնադրվում է, դա հիմնադրվում է նաև միջազգային կառույցների կողմից, որովհետև ցավոք մենք դեռ պետականորեն չունենք հաստատված։ Եվ այդ կառույցը, այդ դպրոցը, որտեղ սովորել եմ եւ հիմա շարունակում եմ սովորել, շատ կարևոր պայման կար։ Հոգեվերլուծողը պարտադիր պետք է անցնի իր անհատական հոգեվերլուծությունը, այսինքն հոգեբանը ինքը առաջին հերթին պիտի անցնի իր թերապիան, իր հոգեվերլուծությունը, որ ինքը հաշտ լինի իր հույզերի, իր մտքերի հետ, որ ինքը կարողանա օգնի այցելուին։ Եվ դա շատ կարևոր է, երբ որ ես նոր էի մտել այդ դաշտ, սահմանել եմ մտածում եմ առաջին հերթին պետքա որ տեսությունը կարևորվի, ինչ ես կարդացել, ինչքան գիտելիքներ ունես, պարզվեց որ դա ամենաառաջի գիտելիքներից մեկն է եւ ես խորհուրդ եմ տալիս միշտ դասարտ ուսանողներին նույնպես որ պարտադիր անցնեն իրանց թերապիան, դա շատ կհեշտացնի աշխատանք, որովհետեւ ինչպես նշեցի, հոգեբանը իր մեջ ունի տարբեր միգուցե մասնագիտություններ, միգուցե մտքեր, կարողություններ, որը դեռևս բացահայտված չի։ Եվ ի վերջո դա նաև կողմնորոշման փուլ է հաղթահարելու, պիտի շարունակես այդ մասնագիտությունը, թե սխալ ընտրությունը։ Իհարկե, կարող ես բախվես մի այնպիսի Այո, տների հետ, որ հասկանաս, որ չես կարող։ դա կոնե չէ, որ հասկանաս, որ դա այդքան էլ հեշտ չի։ Իհարկե հիմա շատ մոդայիկ է դարձել, բայց դա հեշտ չէ այդքան լինել այդ ամեն ինչի մեջ, լսել այդքան պատմություններ եւ շատ կարևոր է որ այդ գրագիտությունը, որը կամաց վարձում եմ Հայաստանում էլ ընդունվում, որ հոգեբանը իր դեպ պիտի ունենա տեղեր, որտեղ ինքը կարողանա լիցքաթափվի ինչ որտեղ իր մտքերի հետ, դրանք պարտադիր սուպերվիզիաներն են, որ պետք է մասնագետ ունենա, կարողանա դիսվել իր դժվար դեպքերի հետ, դրանք կարևոր պայմաններ են մասնագետ լինելու համար։ Ես հիմա այդ մասին եմ ուզում, որ մենք խոսենք, դուք շատ մեծ ուշադրություն եք դարձնում վերապատրաստումներին, արտերկիր, ձեր մասնագիտության առումով դա անհրաժեշտություն է։ Այո, կարծում եմ պարտադիր պայման է, ինչպես ցանկացած մասնագիտություն է, մեր մասնագիտությունը նույնպես շատ նորացվում է, շատ փոխվում է, շատ նոր տեսություններ են առաջանում եւ փորձը այլ երկրի այլ մշակույթի մասնագետների հետ կարծում եմ շատ կարևոր է, որովհետեւ հոգեբանը առհասարակ մյուս մասնագիտությունները միգուցե շատ լավ չեմ տիրապետում, հոգեբանը մենակ չպետք է մնա։ Հոգեբանը մենակ չպետք է աշխատի, հոգեբանը պիտի ունենա խումբ, կառույց, որին ինքը միացած պիտի լինի, որովհետև այս աշխատանքը ինձ դժվարությունը նրանում է, որ հոգեբանը նույնպես շատ հույզեր է ունենում, շատ դժվար դեպքեր, օրինակ ցավով պետք է հիշեմ 20 Պատերազմ երբ որ շատ մասնագետներ միացան, մենք ինքներս շատ մեծ օգնության կարիք ունեինք եւ մեզ օգնեցին մեր հայ մասնագետները, մեր ուսուցիչները, ովքեր դրսում էին, որովհետեւ գաղտնիությունը նույնպես պահելու համար ես նախընտրում եմ ավելի դրսի մասնագետների հետ աշխատել եւ շատ մեծ աջակցություն էր իրենց կողմից, կարծես դու անընդհատ այդ ամեն ինչի մեջ գտնվելով դու կարող ես խճճվել, ինչպես այցելուն ով գալիս է իր մտքերով, իր հույզերով, ինքը մտածում է, որ երկ չունի, որովհետև մոլորված է այդ ամբողջ այդ բուռն էմոցիաների մեջ, ստապ լուծում գտնելը շատ բարդ է։ Եվ մեր մասնագիտությունն էլ է այդպես, դու ինչքան էլ մասնագետը մնում է չեզոք այցելուի հետ, եւ նա դու իր հետ ապրում։ Այո, ինձ հետաքրքիր է օրվա մեջ քանի պատմություն եք լսում եւ օրվա ավարտին ինչպես եք կարողանում մնալ ինքներդ ձեզ հետ։
Այսինքն այդ պատմությունը տուն չտանել։ Դա հեշտ Չի, շատ հմտություններ կան եւ մեր դպրոցը դրսի դպրոցը միջազգային մեզ շատ օգնում է։ Չգիտեմ, եթե իմ փորձից կիսեմ, ես սիրում եմ քայլելով տուն գնալ։ Քայլելով, մտածելով, որովհետեւ այդ կտրուկ դուրը երբ որ փակում ես սենյակի եւ դուրս ես գալիս արդեն աշխատանքից, միևնույն մտքերով դու մտածում ես եւ այդ կտրուկ սահմանը դնել միշտ չի որ հեշտ հաջողվում է եւ քայլելով կարծես թե միջանկյալ մի կամրջի նման մի բան է ստացվում ինչեւ հասնում են տուն։ Իհարկե կան շատ ուրիշ բաներ եւ բացի այդ պետք է հոգեբանը որ ապրելի արժեք կյանքով պարտադիր է, որովհետեւ անընդհատ դինելով այդ մասնագիտության մեջ դա էլ մի ճահճացման նման մի բան է, քո հույզերի ճահճացումը լինում, շատ խորհուրդներ եւ օրինակներ ունենք մենք դրսի մասնագետներից, ովքեր տարբեր միջոցներ են ձեռնարկում, որպեսզի դուրս գան այդ ամեն ինչից։ Չգիտեմ, ճանապարհորդելը, քայլելը, վերջի ընտանիքը, որ կարևոր է, որ հենարան է քեզ համար լինում եւ միասին ժամանակ անցկացնելը։ Բարբեր տազեվեր շատ բաներ կարելի է։ Շատ տեղերով չեմ ացել, որ այսպես ասեմ, երկար է ճանապարհս իհարկե, սակայն ի ուրախությունից ինչ որ առումով երկար եմ մնացել, բայց Բեգլարյան կենտրոնը ինքնին ինձ համար շատ գրավիչ է թե ղեկավարության կողմից, թե առնեգայ կողմից։ Իհարկե երկար ժամանակ նաև պոլիկլինիկայում եմ աշխատել, նորից Արմենեգակնայի հետ, բայց ինքնի ծննդատունը ինքը շատ հետաքրքիր խորհուրդ ունի, որովհետև կա մի էներգետիկա ինձ համար, ոնց որ բալիկներն են ծնվում, նոր կյանքի առաջանում եւ կարծես թե սենյակում էլ նոր մտքեր կարող են առաջանալ, նոր հույզեր կարող են առաջանալ, ինչ որ մի նոր հմտություն, կարողություն այցելուն ձեռք է բերում, ինչ որ մի բան ծնվում է, որտեղ թերապիայի արդյունքում ընթացքում էլ նոր բացահայտումներ են լինում։ Էնպես չի որ կան շատ միֆեր, որ թերապիայի գնաս, հեսա կփոխվի մարդը, լրիվ ուրիշ մարդ կդառնա, ես այդպես չեմ կարծում։ Բայց ես կարծում եմ, որ թերապիայի ընթացքում այցելուները ձեռք են բերում նոր հմտություններ, նոր կարողություններ եւ ինչ որտեղ ճկունություն, որ կարողանան ել ավելի հեշտությամբ ադապտացվեն դժվար իրավիճակները կարողանան հաղթահարեն, ադապտացվեն շրջապատող միջավայրին եւ այլն։ Նոր ուժ են ստանում։ Եվ ծննդատունն ինքը շատ սիմվոլ է։ Մեծ ուժ է տա, նաև ուժ է տալիս եւ այդ միջավայրը։ Տիկին Վանյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր ընտրած մասնագիտությունը շատ հույզերով է լեցուն, կարող ենք արդյոք ենթադրել, որ եղել են այնուամենայնիվ պահեր, երբ մտածել եք հետ կանգնել, չշարունակել։ Երբեք չեն եղել, բայց ունեցել եմ շատ մեծ դժվարություն ու միշտ շատ երևի ծանր է հիշում 20 թվականներ, երբևէ չի եղել, անգամ այդ ժամանակ հակառակը, էլ ավելի ուժեղանալ, էլ ավելի ամրանալ, որպեսզի օգտակար լինես քո ազգին, քո հայրենիքին, որովհետև ինձ համար էլ իմ զենքը դա իմ սենյակում էր, եւ ես էլ երևի թե մի փոքր պայքարել այդտեղ էր գնում, մի փոքր հաղթանակ, եթե կարելի ասել, դժվարությունը ես կարծում եմ ամբողջ 26 տարվա ընթացքում միակ այդ կետը կարող է հիշել։ Նա ասաց է երբևէ չի եղել անգամ միտք, որ կդժվարանամ օգնեմ։ Եվ անգամ աուտիզմով երեխաների հետ աշխատելուց ես միշտ հիշում եմ այդ հույսը պիտի փոխանցես ծնող, ինքը արդեն ջարդված, կոտրված եկել է։ Ոչ թե այդ այն հույսն է, որ աներևակալի հորինված մի բան է, բայց մի հույս, որ կարողություն կարող ես փոխանցել ծնողին, որ ինքն էլ այդ մոլորությունից դուրս գա։ Հոգեբանը պիտի տեսնի դա։ Եվ որպեսզի տեսնի, նորից մենք պիտի վերադառնանք, որ հոգեբանը ինքն էլ պիտի անցնի իր հոգեթերապիա, որպեսզի կարողանա այդ հմտությունը ինքը ձեռք բերի, որ ամեն իրավիճակից կարող են լինել տարբեր լուծումներ։ Գիտական գործունեության մասին չխոսեցինք, ես գիտեմ, որ դուք նաև բազմաթիվ հոդվածների հեղինակ եք։ Այո, եւ յուրախությունից վերջերս վերջի հոդվածս հրատարակվում է ընթացքի մեջ է ֆրանսիական մի հոդվածում հոգեբանական, որ ինքնության մասին է։ Վերջին տարիներին չգիտեմ ինչպես պատտվում եմ, բոլոր հոդվածներս լինում են, նյութերս լինում են ինքնության, հայի մասին, երևի շատ մտածելու բան է տալիս նաև որոնել, փորձել գտնել այն ուժեղ կողմերը, որ հայը ունի, միանշանակ ինքը ունի, փորձել էլ ավելի շատացնել այդ կողմերը, հենվել այդ ամուր եւ առողջ ուժեղ կողմերի վրա։ Չգիտեմ, երևի դա էլ ինչ որ մի պատերազմ է մասնագիտական առումով փորձելու գտնել
որը կլինի շատ ուժեցակ։ Ես գիտեմ, որ մենք ունենք։ Մենք շատ կողմեր մեր հայ լինելու մասին, ինքնության մասին գիտենք, բայց հավանաբար շատ բաներ մոռացվել են, հավանաբար շատ բաներ կարիք ունեն իմաստավորվելու, վերարժեքավորվելու, որպեսզի շատ ավելի ամուր լինենք։ Այո, ի վերջո հայրենասիրության դրսևորումներից մեկն էլ թերևս յուրաքանչյուրս մեր գործով զբաղվելն է։ Մեր խրամատում կռիվ տալն է։ Այո, շատ ճիշտ եք եւ միշտ այդ միտքը կա ցանկացած գիտելիք, ցանկացած հմտություն, ուղղություն սովորելուց անմիջապես վերադառնալ հայրենիք, մեր տուն, որտեղ կարող ես օգտակար լինես այդ նոր ձեռքբերածով ադապտացնես քո մշակույթին, ադապտացնես քո ինքնությանը, քո ազգին եւ կարողանաս օգտակար լինես։ Վստահ եմ անցած 26 տարիները նաև հաջողության յուրահատուկ բանաձև ձեզ համար հիմք եղան գրանցելու։ Այս տարիների ընթացքում հասկացեք ի վերջո հաջողության բանալին որն է։ Այդ բանալին կարծում եմ անդադ կարող է փոխվել։ Չգիտեմ որն է բանալին, երևի նվիրված լինելը մասնագիտությանը, երևի այդ անվերջ ցանկությունը սովորելու, սովորացնելու, միգուցե ուսումնասիրելու, չգիտեմ, ես կարծում եմ շատ մեծ ազնվություն, սեր, նվիրվածություն է պահանջում։ Դեռ կարող եմ ասել չի դադարել։ Տիկին Վանյան, մի բան հստակ կարող ենք ասել, որ մասնագետի համար մրցանակ ստանալը որևէ լուրջ փոփոխություն չի կարող ունենալ, բայց այնուամենայնիվ չենք կարող ժխտել նաև, որ դա հաճելի է, նոր ուժ տվող է, պարտավորեցնող է։ Ես գիտեմ, որ մրցանակների պակաս նաև դուք չունեք։ Այո, բայց ինձ համար շատ կարևոր մրցանակ է իմ այցելուների ուրախ ժպիտը, հատկապես երեխաների, դեռահասների, ովքեր ինչ-որ լուծումներ են գտնում իրենց կյանքում։ Անկամ երբ որ տարիներ են անցնում եւ շատ ինչ-որ մի իջադեպով, իրանք էլ կարող են զանգել եւ այցելել, եւ ես տեսնում ինչքան են փոխվել, դա ինձ համար ամենամեծ մրցանակն է։ Երբեմն այնպես է, որ հոգեբանի, հոգեվերլուծողի մասնագիտությունը միշտ չէ, որ դու կարող ես ցույց տաս այցելուին, երբեմն շատ չեզոք, երբեմն չէ, միշտ պետք է չեզոք լինես, բայց ներսումդ շատ ուրախանում ես եւ դա ամենակարևոր մրցանակն է ինձ համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։